Բարսից ձոցի վերջին դեպքերը անգամ եւս ցույց կտան, որ միջին արևելքի մեր քաղաքները անգայուն վիճակ կբարձեն։ Տասնամյակներ շարունակ անգայունության մեջ ենք։ Այսինքն մեզ յուրաքանչյուրը գիշե իր մանկության օրերեն մինչև այսօր քանի անգամներ մտածած է, ստիպված եղած է տեղափոխվելու, երբեմն քաղաք փոխելու, երկիր փոխելու, թաղամաս փոխելու, ընտանիքներ դարդղնված են։ Պաստորեն չկա ընտանիք, որ մեկ կամ երկու երկրի մեջ գտնվին։ Ընդհանրապես բոլոր ընտանիքները, որ ունենք հայկական, նվազագույնը 5 երկրի մեջ կգտնվին, 5 երկրի մեջ կապրին։ Գարձես այս ծավով վտանգը նվազագույնի հասած գլա։ Այսին եթե մեկը պիտի դուժե Լիբանանի մեջ, նվազագույնը ունի ասկագամը, ասենք Քուվեյթի մեջ, որ այժմ չի դուժեր։ Ունի ասկագամը Ամերիկայի մեջ, որ ապահով շրջանի մեջ կապրի, որ այժմ չի դուժեր։ Գրնալ այդ երկրի մեջ հրտեհի հանդիպի, գրնա այդ երկրի մեջ փոթորիկի հանդիպի, բայց երբ որ փոթորիկի հանդիպի, իր ասկականները այդ երկրի մեջ կոն այդ դարի ապահով կլան, ապահով վիճակի մեջ կլան և գրնան օգտակար դառնալ, գրնան օգնել։ Եվ այս ծևով ամենս մեղերը, որ վտանգը դարածած ենք, վտանգեն պաշտպանվելու համար այս ծևը որ տեքրած ենք, անսկալապար ագամա։ Եվ հիմա գտեսնենք, թե ինչպես նույնիսկ ապահով նկատվող քաղաքներ միջին արևելքի մեջ ենթակային վտանգի, այս պարակային Իրանի վտանգի, Իրանի կողմը եկած վտանգի, անշուշտ այլ մարդիկ կան գսեն Ամերիկայի միջամտության պատճառով ստեղծված վտանգի հետևանքներով։ Ամբիսի դեղ մնենք, որ զիջումներ գադարելը օրագարկի վրա չկա։ Այսինքն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կամ համաձայնագրի նախաստորագրումը ցույց կտա, որ թե Հայաստան, թե Ադրբեջան զիջումի գաղափարախոսության ծանոթ երկրներ են, այսինքն զիջումը գա իրենց օրագարկի վրա, նույնիսկ եթե հաղթական է մեկ կողմը, բայց միջին արևելքի մեջ այսպիսի մտածում չկա, նույնիսկ բարդվողը զիջումն էլ չի գիտեր։ Օրինակ այս օրերուն Իրանը շատ հայտնի է, որ չարաչար բարդության պիտի ենթարկվի, բայց նախ չընդունիր, որ ինքը պիտի բարդվի, երկրորդ զիջում չկա, բանակցություններու սեղան կա, բանակցային սեղան կա, բայց այդ սեղանի վրա տրված հարցերը զիջումի ենթակա չեն, զարմանալի բանակցային սեղան մնեց, չէ՞, այսինքն բանակցին չզիջելու մտայնությամբ գբարդվին դարձյալ
զիջում չկա իրենց մտածումի մեջ։ Այսինքն նախընտրեն ավելի բարդվել, քան զիջիլ։ Եվ ովևէ տեսակի բարդություն ընդունելի չէ։ Չկա, ամեն ինչ հաղթանակ է։ Ճիշտ ինչպես երբ մալկսե կյանքը հաղթանակ է, որքան ադեմ որ գաբրիս հաղթանակ է։ Ինչ վիճակի մեջ լաս կարևոր չէ։ Բարդվից դարձյալ հաղթանակ է, որովհետև պիտի արժանանաս երկնքի առկայության։ Այսպիսի մթնոլորտի մեջ, երբ դիմացինը թարեր շարունակ որպես թշնամի նկատված է, թարեր շարունակ ադելություն գուտակված է, եւ երբեմն հազարամյակներ, այսինքն նա կերևակայել, որ հրյաները գհիշեն թե ինչպես քերի դարձած են բարսիկներուն կով քերություն ունեցած են երկար ժամանակ հրյաստանեն որպես քերի դեղափոխված են բարսկական հող եւ երազդին եղած է ազատագրվի։ Նույնիսկ այդ հին պատկերացումը գա իրենց միտքի մեջ։ Մյուս կողմը իրանցիներուն մոտ գրոնական սկացումները վարեն։ Օրինակ համար իրենց կողմ նահատակության ոգին կա։ Ինչպես իրենց օրինագելի ղեկավարը, պատմական խալիֆը Ալին ընդդիմացավ եւ իր զավակները դուժեցին, սպանվեցան եւ այսպեսով ստեղծվեցավ շիա դավանանքի այդ դարաբանկը, դարերու վրա երկարող անարդարությունը, որ այսօր գտրսևորվի զիջումներու չերտալու մտածությամբ, որ մենք զիջեցինք մի անգամ, ստիպված էանք, նահատակվեցանք, կորսուցինք մեր կարևորագույն թեմքերը, Ալիի զավակները, բայց ոչ մեկ արիտ պիտի թույլատրենք, որ անգամ եւս զիջինք։ Նախընտրելի է նահատակվենք, որպեսզի միանանք մեր սիրելիներուն, մեր առաջին նահատակներուն։ Ուրեմն գտեսնեք ինչպիսի կուտակված նյութեր կան։ Դեռ այսօրվա չենք սեր կողմնակի այլ հարցեր, ինչպես ասկայնական հարցեր, բարսիկ հարաբերությունները, ինչպես բարսիկները գխորին թե այս շրջանը բարսիկ ծոցը իրենց անունով է, միշտեր արաբները գսեն չէ, այդի պետք է մեր անունովը լա, նվազագույնը մեր մասը արաբական ծոց պետք է եսվի, մյուս մասը բարսիկ ծոց եւ ասկայնական ադելություն ակա, բարսիկները կերազանց իրենք կերատաս վիճակի մեջ կնկատեն, որովհետև նույնիսկ իսլամական քաղաքակրթության մեջ բարսիկ փիլիսոփաները, թվապանակետները, բժիշկները, լեզվապանները կարևոր թեր ունեցած են եւ իսլամական քաղաքակրթության մեջ արաբներեն ավելի դերակատարություն ունեցած են։ Հետևաբար գխորհին թե այնպես ինչպես մենք գխորհինք թե մեր ունենք մեր հայ քրիստոնյա գերբարը, որ դարբեր է այլ քրիստոնյաներեն, իրանցիներն ալ, բարսիկներն ալ գխորհին թե ունին իրենց իսլամ կրոնական գերբարը, որ դարբեր է մյուս իսլամներեն, ոչ թե որպես շիա բարձապես, այլ որպես բարսիկ շիա եւ այսով այս ամեն տոհուպովի մեջ մենք պիտի ապրենք միջին արևելքի մեջ, բայց անշուշտ ականադես պիտի լանք, ինչպես տեսանք Սուրիո
Լիբանանի, Օրտանանի, Եգիպտոսի, Իրանի հայության նոսրացումը եւ արդակախտը Բիդի տեսնենք նաև թե ինչպես հայեր ի վերջո բիդի ապրին այնպիսի երկրներում մեջ որոնք զարգացած են հերանեկար ունին գայունության եւ հարաշտիմած են նաև ժողովրդավար են այսինքն վերջը հայերը բիդաբրին այս նկարագրած այդպիսի միջավայրի մեջ ինքնաբերաբար հոն բիդի հասնին հայերը այնպես ինչպես Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ եւ այս բարակային մեր մեծակույն ցանկությունը բինա որ Հայաստան նաև դառնա այդպիսի երկիրը առաջացած, զարգացած, ժողովրդավար այդ ճանապարհին վրա է ամենայն թևս որովհետև հայեր միան այդպիսի դեղեր գնան ապրել իսկ եթե Հայաստան այդպիսի դեղ չլա Հայաստանն ալ պիտի արդակախտեն այնպես ինչպես պատահեցավ վերջին 30 տարիներուն ուրեմն մեր ուշադրությունը մեր ճանկը պետք է ուղղվի այն Tanur հասկացողությամբ թե հայեր չեն գնար ապրիլ հետամնաց եւ ոչ ժողովրդավար երկրներում մեջ ի վերջո բիդի բարբվին այդ երկրները հայեր այլևս օնկոյություն չունենան նույնիսկ Ռուսաստանի պես երկիրը եթե շարունակե իր այսօրվա ընթացքը ոչ ժողովրդավար վերջո հայեր այդտեղ գոյություն չունենան կամ բիդի ռուսանան որտեքրեն ռուսական արժեքները եւ ինքնաբերաբար ռուս համարվին այնպես ինչպես տաթարները կամ այլ ազգեր որոնք ռուսական ընդհանուր զանգվածի մեջ ցուլված են կամ բիդի կախտեն երթան այլ երկիրներ կամ վերադառնան Հայաստան որ բեսի այլ կյանք ապրին եթե այդպիսի ցանկություն ունին եթե լրիվ որտեքրատ չեն ռուսական ասենք ոչ ժողովրդավար արժեքները այս միտքեր ուզեցի փոխանակել ձեր հետ այսօր